Եվ մեկ կարճ հարց վարդաշենցիները խնդրել են իրենց խնդրի հետ վերաբերյալ ձեզ փոխանցել, ամիսներով, տարիներով մնացել են վթարային շենքերում, Ավինյանը ասում է խոսում է տվել չի լուծվում, չեն կարողանում ապրել, ես անձամբ այնտեղ եմ եղել անձրևների ժամանակ, փլուզումներ եւ այլն մի սարսափելի վիճակ, ասում են երբ է լուծվելու մեր խնդիրը։ Ինչ վերաբերում է Վարդաշենի դեպքին, միակը չի, հանրապետությունում հարյուրավոր վթարային շենքերի խնդիր կա, բայց այդ հարյուրավոր վթարային շենքերը նաև մի ուրիշ առանձնահատկություն կա, սեփականատերերը այդ շենքերում ապրող մարդիկ են, եւ մենք հիմա նրանց համար եւ նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում մենք կետ ենք ներառել, որպեսզի ներդրումային ծրագրերով մենք կարողանանք այդ խնդիրը լուծել եւ այդ թվում ներառյալ Վարդաշենի հետ կապված մենք կոնկրետ պլան ունենք եւ առաջիկայում այդ պլանը նաև կառաջարկենք, որովհետեւ այստեղ պետքա նաև քաղաքացիները այդ լուծումների հետ համաձայնվեն, որովհետեւ այդ շենքը, ինչպես դուք շատ իրավացի ձևով նշեցիք, ինքը պիտանի չի բնակության համար եւ մենք պետքա հասկանանք, որ այդտեղ լուծումներ կան, որոնք բան չեն, մենք չենք կարող ուղակի ել եմ ասում, ուզում եմ հասկանանք մենք իրավիճակը, կա տուն, որը ունի սեփականատեր, այդ տան առաջ պատասխանատուն ով է, տերն է այդ տան առաջ պատասխանատուն, ես ուզում եմ այս հիմքի վրա մենք կառուցենք հետագա աշխատանքը, կառավարությունը կարա աջակցի, որ իրենք այդ պատասխանատվությունը կրեն, բայց կառավարությունը չի կարող ամբողջական պատասխանատվությունը վերցնել իր վրա եւ բնակիչներն էլ պետք է ճկունություն ցուցաբերեն, որովհետեւ երբ որ բոլոր տեղերում, երբ որ բնակության բնակարանի եւ բնակապահովության խնդիրը առաջանում, ամենայն հարգանքով ես դեմ չեմ, 2 ձեռով ես կողմ եմ, բայց բոլորը ուզում են մաքսիմալ Երևանի կենտրոն վարչական շրջանին մոտիկ բնակտարածք ունենան, այդպես չի, ժողովուրդ ջան, չեք կարող մենք դա անել, որովհետեւ այսօր Երևանի կենտրոնի բնակտարածքների գները նախ ահավոր թանկ են եւ երկրորդն էլ, եթե մենք պետքա ճկուն լինենք, որպեսզի կարողանանք այս հարցերը լուծել։ Կառավարությունը կառաջարկի աջակցության չափ, բայց կառավարությունը ամենայն հարգանքով չի կարող, որտեղ էլի եմ ասում, ես էլա պետք է հաշվի առնել, որ խնդրի մասշտաբը մեծ է։ Տեսեք, դուք Վարդաշենի դեպքի մասին գիտեք, մի ուրիշ լրագրող համոզված եմ Երևանի մի ուրիշ հատված, Աջափնյակ վարչական շրջանում մենք ընդհանրապես շատ մեծ խնդրեմ ունենք։ Շենքերի մի ահագին մեծ թիվ վթարային վիճակում է, հանրապետությունում մենք բոլոր մարզերում այդպիսի խնդիրներ ունենք։ Եվ սրա համար մենք պետքա, ես էլ եմ ասում, այն որ բնակիչները ուզում են, որ կառավարությունը այդ հարցերի լուծմամբ զբաղվի, շատ ճիշտ են անում, որ ուզում են, որ կառավարությունը այդ հարցերի լուծմամբ զբաղվի, եւ կառավարությունը կզբաղվի։ Մեր խնդրանքն ու ակնկալիքն է, որ իրանք էլ մի քիչ ըմբռնում ցուցաբերեն կառավարության կողմից առաջարկվող տարբերակների նկատմամբ։ Մենք կոնկրետ լուծումներ ենք իրանց առաջարկելու։ Բայց այդ լուծումները չեն լինելու այն տրամաբանությամբ, որ վթարային շենքերի բնակիչներին մենք ապահովելու ենք, որ Երևանի կենտրոն վարչական շրջանին հնարավորինս մոտ բնակարան ձեռք բերեն։ Մի դեպքերում կարող է մոտ լինի, մի դեպքում կարող է հեռու լինի, մի դեպքում կարող է շատ հեռու լինի։ Մենք այս լուծումները առաջարկելու ենք եւ խնդրում ենք, որ իրանք այդ լուծումներով այդ լուծումների նկատմամբ ճկուն եւ ըմբռնում ցուցաբերեն։